ԱՄՆ փոխնախագահն ու Ադրբեջանի նախագահը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել, քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր փոխանակել TTIP նախագծի շուրջ։ Բարձր են գնահատում մեր երկրների միջև հարաբերությունները, մասնավորապես վերջին ամիսների ընթացքում, ընդգծել է Ալիևը։ Ջեյդի Վենսն էլ հիշեցրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Գիտեմ, որ նախագահ Թրամփը հիանում է Ադրբեջանով եւ Հայաստանով, շեշտել է Վենսը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Ադրբեջանում պահվող հայերի մասին համատեղ հայտարարությամբ, դատապարտել 19 հայ պահվող անձանցից 15-ի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռները։ Լավրովը Պետդումայում հայտարարել է, որ Մոսկվայի եւ ԱՄՆ վարչակազմի միջև ռազմավարական երկխոսությունը վաղուց հասունացել է։ Նա նշել է, որ նման բանակցություններ դեռևս չեն սկսվել, ընդգծել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ անկախ արտաքին ճնշումներից։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը կձեռնարկի համապատասխան ռազմատեխնիկական միջոցներ Գրենլանդիայի ռազմականացման եւ այնտեղ Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական կարողությունների ստեղծման դեպքում։ Ուկրաինան կարող է պատվիրակություն ուղարկել Մոսկվա խաղաղության բանակցությունների համար, գրում են լրատվամիջոցները։ Ուկրաինայի պատվիրակությունը կուղարկվի անմիջապես Մոսկվա բանակցությունները արագացնելու համար։